Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ գինեկոլոգ սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հորղուխչյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Վստահ եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու, որովհետև մեր նախնական զրույցի ժամանակ, երբ թեման էինք որոշում ու քննարկում, պարզ դարձավ, որ սա իսկապես օրհասական է, սա իսկապես պահանջված է եւ վստահաբար նաեւ շատ շատերի համար օրվա թեմա է։ Խոսելու ենք հղիության պլանավորումից, այսպես կոչված անպտղության կանխարգելումից։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև ամբողջ աշխարհը այսօր գնում է կանխարգելման եւ ասում ենք, որ բժշկությունը կհաղթի այն ժամանակ, երբ մենք բացառապես կքննարկենք կանխարգելիչ բուժօգնության թեման։ Ինչու ոչ, նաեւ պիտի արդեն խոսենք անպտղության կանխարգելման մասին։ Որտեղից սկսել, ում հետ սկսել, երբ սկսել։ Սկսել փոքր տարիքից եւ աղջիկ եւ տղա շատ գնացիք, շատ վաղ շրջան։ Նույնիսկ ես կասեի ներարգանդային կյանքից, բայց սկսել փոքր տարիքից, երբ որ սկսվում է սեռական հասունացումը, թե տղա, թե աղջիկ, նախ երեխաները պետք է իմանան ամենաէլեմենտար, ամենապարզ գիտելիքները ունենան եւ ծնողները լինեն ուշադիր աղջիկների դեպքում մարմնի կառուցվածքին, մազակալմանը, դաշտանային ցիկլը երբ սկսվեց, որ տարիքում եւ ինչ ցիկլիկ բնույթ է կրում։ Այսինքն ցանկացած խախտում պարտադիր պետք է դիմել, որովհետեւ կան պաթոլոգիաներ, որոնք սկսում են հենց այդ տարիքից եւ հորմոնալ խախտումներ հետեւողական լինել։ Երբ որ աղջիկները արդեն հասունացման տարիքը անցնում է 18-20 տարեկանում, նույնպես երևի թե տեղյակ լինեն ոչ միայն սոցցանցերից, այլ նաև տանը, նաև կրթության առումով պետք է իրանց կրթել այդ ուղղությամբ, որպեսզի իրանք հասկանան, որ տարին մեկ հետազոտությունը դա պարտադիր է։ Նույնիսկ եթե չկա գանգատ։ Դե լավ կույս աղջիկը բժշկի գնա։ Հա, իհարկե, վայ գինեկոլոգի մոտ է գնացել, ինչ ամոթ, ուրեմն կույս չի։ Ոչ, կույս աղջիկը կարա գնա գինեկոլոգի մոտ, պարտադիր պետք է գնա, եւ եթե կա խնդիր, խոսել այդ մասին։ Եթե չկա, շատ ավելի լավ։ Կզրուցեն, կհաստատեն, որ ցիկլի բնույթը հստակ է, տևում է 4-ից 5 կամ 7 օր, լինում է ամիսը 1, ցավեր չունի, մարմնի քաշը ստաբիլ է, հավելյալ մազակալում չունի, իդեալական է։ Անում ենք սոնոգրաֆիա աբդոմինալ, որը նույնպես պարտադիր արվում է, եթե կինը, կույս աղջիկը, կույս անկախ տարիքից, հաստատում ենք ստրուկտուրային փոփոխություններ չկան, խնդրեմ հանգիստ ապրում ենք։ Իհարկե զուգահեռ նաև էնդեմիկ զոնայինք մենք հետևում ենք վահանաձև գեղձի, տեղյակ ենք պահում, երբ հապեց սկսել կրծքագեղձի հետազոտությունը, սա ամենաէլեմենտարը։ Եվ գալիս է մի տարիք, երբ որ պլանավորում են ամուսնություն։ Եվ այստեղ մենք արդեն մի հարցի մի մասը անցանք, այսինքն եթե այս ընթացքում լինի խնդիր, համամիտեք, որ այդ խնդիրը հայտնաբերվում է եւ ցանկացած խնդրի բուժումը, ինչ վերաբերում է հորմոնալ ֆոն, ինքը իտոգում ուղղված է դեպի ապագա հղիություն։ Այսինքն մի этап մենք անցանք։ Մենք այստեղ բաց ենք թողնում արդեն որպես տարբերակ ընդհանրապես նախկինում եղած քրոնիկ ինչ որ մի փոփոխություն, ինչ որ մի հիվանդություն, ինչ որ հորմոնալ շեղում։ Այսինքն, այստեղ նաև կարող ենք ասել, որ նախ ուզում եմ փաստենք, որ ի ուրախություն մեզ, այսպես ասած, սառույցը հալվում է եւ շատ ավելի շատ մայրիկներ են սկսել հետևել աղջիկ երեխայի առողջությամբ եւ ավելի շատ են սկսել դիմել մանկական գինեկոլոգներին եւ կարծես թե այդ մշակույթը քիչ-քիչ մեզ մոտ եւս ինտեգրվում է։ Այստեղ մենք նաև նախամուսնական այդ հետազոտությունների փաթեթն եմ ուզում ավելի ընդգրկուն զրուցենք, հա։ Դե շատ ավելի լավ է, երբ մինչև ամուսնությունը աղջիկ երեխան կամ օրիորդը արդեն ունի իր գինեկոլոգը, մենք սիրում ենք ասել իմ բժիշկը, իմ գինեկոլոգը, իր գինեկոլոգն արդեն ունի եւ պատմության ավելի ծանոթ է, այսպես ասած միասին մեծացել են եւ ավելի շատ գիտի թե որտեղ ինչ խնդիրներ եղել կամ չեն եղել եւ ավելի հեշտ է լինում։ Բայց եթե մենք չենք ունեցել, բաց ենք թողել այդ կարևոր շրջանը, եւ արդեն նախամուսնական շրջանում ուզում ենք անցնել այդ ճանապարհը, նաեւ այս մասին խոսենք։ Շատ կարևոր փուլ է։ Ասնում ենք նախամուսնականին, այստեղ արդեն զույգը։ Եթե իրենք որոշել են, իրենք պլանավորում են սկսել սեռական կյանք, իրենք պլանավորում են հղիություն, իհարկե դիմում են մասնագետի։ Ցանկալի է որ տղան ուրոլոգի մոտենա կամ անդրոլոգի ավելի ճիշտ, իսկ աղջիկը դիմում է գինեկոլոգի։ Ինչ ենք անում այս փուլում։ Եթե դեռ չկա սեռական կյանք, վերնշված հետազոտություններ, այսինքն զրույց, զննում,
զուտ նկատի ունեմ արտակնապես, նայում ենք քաշը, մազակալում, այդ շատ կարևոր նրբություններ են։ Եվ սոնոգրաֆիկ հետազոտություն։ Կան հավելյալ հետազոտություններ, բայց այդ հետազոտությունը, եթե չկա սեռական կյանք, աղջկա մոտ երբեք չի եղել, իրանք ըստ ցուցումների են արդեն։ Տղան մենք հաշվի առնենք մեր մենտալիտետը եւ հիմնականում տղան արդեն ունենում է որոշակի փորձերական կյանքում, ինքը անցնում է շատ ավելի լայն ծավալի հետազոտություններ, ինչ մի անգամ էլ թող իրենք շատ հետազոտեն։ Գիտեք, հիմա այնքան հեշտ է, նույնիսկ ինֆեկցիաները, վիրուսները, այդ քսուկները, որոնք շատ ցավոտ են, իրանք շատ միշտ փորձում են խուսափել, դա կարելի է անել եւ սերմնահեղուկով եւ մեզով, այնպես որ իրականում ստուգելը շատ հեշտ տեխնիկապես շատ հեշտ է պացիենտի համար։ Ուղղակի ճիշտ ծավալը կողմնորոշվել։ Եվ եթե արդեն տարիքը տղայի ինչ որ չափով 30+, կարելի է մի անգամից անել նաև սպերմագրաման, կարելի է անել մարտեզ, դենտաֆրագմենտացիա, այսինքն մանրակրկիտ հետազոտություն, որը կտա մեզ տվյալ արդյոք այս տղամարդը ունի այնպիսի սերմնահեղուկ, որը կարող է հղիացնել եւ կարող ենք ճշտել նաև ինչքանով առողջ երեխայի մասին է խոսքը լինելու, ինչ որ չափով ստեղ գենետիկան է մեզ դեր խաղում եւ այս հարցը հաշվում ենք փառկած, այսինքն մենք այս փուլում խուսափում ենք ապագայում աղջիկը, երբ որ սկսում է սեռական կյանքը, եթե նա կույսը որևիցե ինֆեկցիոն վիրուսային բակտերիալ process-ներից եւ տղայի կողմից անպտղության ֆակտորից։ Դուք պատկերացնեք ընդամենը մեկ այցով տղան ինչքան հարցի պատասխան կարող է տալ։ Իր կնոջը պաշտպանում է որոշակի հիվանդություններից, որովհետև սթափն է։ Որոշակի չէ, լավ են մեծ փաթեթից։ Այո, ինչպես իմեն ասել, բուկետից, որովհետև երբ որ գալիս է մի քանի ամիս սեռական կյանքից հետո եւ դու հայտնաբերում ես խլամիդիա, որը կարող է բերի դեպի անպտղություն, արդեն դա բավականին ցավալի փաստ է։ Այնպես որ այս փուլում ավարտում ենք։ Ինչ վերաբերվում է աղջիկներին, եթե անցնենք արդեն մեր նեղ մասնագիտական։ Աղջիկները, եթե չկա սեռական կյանք մենք բարձեցինք, եթե եղել է մոտավոր նույն էտապներն ենք անցնում։ Այսինքն ինֆեկցիաներն, վիրուսները, որովհետև կնոջ օրգանիզմը ինքը պետք է ունենա process, սա անդրադառնանք հորմոնալ ֆոնին, այսինքն ձվազատում, բեղմնավորում եւ առողջ օրգանիզմ, որը կարողանա պահել այդ հղիությունը, պահել էմբրիոնը, մեծացնել եւ իտոգում ծննդաբերել։ Այդ ամբողջ process-ը արդեն կնոջ օրգանիզմն է ապահովում։ Հետևաբար, ինչքան առողջ լինի ապագա մայրը, այնքան մենք հեշտ թեթև հղիություն ենք ունենալու։ Այսինքն ինչպես սկզբում նշեցի, մենք ոչ թե պետք է բուժենք անպտղությունը, ունենք այն այսպես ընդունված պրոտոկոլներով մինչև 35 տարեկան 1 տարի չգրանցված հղիությունը, հետո 6 ամիսը եւ այլն։ Մինչև սրան հասնելը մենք կարող ենք չհասնել սրան։ Մենք այստեղ շատ հաճախ հնչում է մի հատ հարց, որ 100%-ով իմանանք, խնդիր չկա։ Այդ 100%-ը բժշկության մեջ ընդհանրապես չի աշխատում։ Չկա նման հետազոտություն, չկա։ Դեռ հաշվի առնելով ինչ արագությամբ ենք զարգանում, դեռ բայց չկա։ Այսինքն մենք կարող ենք անել այն հետազոտությունները, որոնք մեզ մաքսիմալ տալիս են ինֆորմացիա հղիության, ապագա հղիության լինել չլինելու կամ որևիցե խոչընդոտի առկայության։ Այսինքն մենք անցանք առաջ ինֆեկցիաներ, վիրուսներ ստուգեցինք, ստեղ գոյություն ունի նաև հետազոտություն, որը տալիս է մեզ նաև որոշ օդակաթիլային ինֆեկցիաներ, որոնք օրինակ նույն ջերծաղիկը, որ հղի կնոջ դեպքում բավական մեծ խնդիրների առաջ է կանգնած, մենք կարող ենք ստուգել տորշը տեսնել, արդյոք կա որևիցե վիրուսային խնդիր եւ գնում ենք առաջ դեպի հորմոնալ ֆոն։ Ինչ է պետք հղիության համար։ Պետք է ձվազատում, պարտադիր, այսինքն ֆոլիկուլոգենեզը ընթանա նորմալ, առողջ, պետք է առողջ լորձաթաղանթ, էնդոմետրիոմը, այսինքն արգանդի ներսի շերտը, որտեղ տեղի է ունենում իմպլանտացիան։ Ֆոլիկուլը սկսում է մեծանալ ցիկլի առաջի օրվանից մինչև մոտավոր մեջտեղի օրերը, դա ինդիվիդուալ է։ Գրականության մեջ որ նշվում են ինչ որ մի թիվ, դա շատ հարաբերական է։ Եթե կնոջ ցիկլը օրինակ 30 օրը մեկը, դա մոտավոր ցիկլի մեջտեղի օրերն է 13, 14, 15, կարա լինի 17, բայց ֆիքսված չի, ամեն ամիս փոփոխվում է։ Այսինքն մենք պետք է ունենանք այդ առողջ ֆոլիկուլոգենեզ, ունենանք ձվազատում, այս process-ը հորմոնակախյալ է, ու մի հորմոն չի, երկու հորմոն չի, դա ամբողջ օրգանիզմն մեծ նվագախումբ, գիպոֆիզ, գիպաթալամուս, վանաձև գեղձ, ենթաստամոքսային գեղձ, ամեն գեղձ ունի իր ներդրումը, հիմնականը իհարկե աշխատում են ձվարանները։ Ընթացքը գնաց նորմալ ունեցանք ձվազատում, ֆոլիկուլը մեծացավ, ձվազատում եւ այստեղ բացի նրանից, որ պետք է ունենանք առողջ սերմ, մենք պետք է ունենանք նաեւ լորձաթաղանթ, որը հասունացած է եւ կարող է ընդունել պտղաձուն բեղմնավորված, որովհետեւ եթե լորձաթաղանթը եղավ նորմայից ցածր, այդ շրջանում նորմայից,
ուղղակի իմպլանտացիա չի լինի, մենք նույնիսկ չենք իմանա եղավ, բեղմնավորում չեղավ, այդ պետքա շատ ուշադիր լինել, հստակ օրեր անալիզներ տալ, որ կողմնորոշվենք։ То есть լորձաթաղանթի հաստացումը, որը նույնպես ցիկլը ավարտվեց, բարական։ Ընթացքում հորմոնների ազդեցության տակ սկսում է հաստանալ, որ պատկերացնեն մեր լսող աղջիկները եւ կանայք, մոտավոր մինչեւ 1.5, 1.6 սանտիմետր սկսում է 2-3 մմ-ից։ Մեզ համար ինչքան սովորական երևույթ է, չէ՞ հեղիությունը, բայց մի բնության հրաշք, որը դա շատ հետաքրքիր իրականում։ Ճակերտավոր ասած, ինժեներական մի ամբողջ աշխատանք է գնում։ Ու գիտեք, ինչ յուվելիրն է աշխատանք, որ երբ որ ուզում ես, ինչքան աշխատում ես տարիների ընթացքում, այնքան ես ավելի ու ավելի շատ եմ զարմանում ու չեմ հասկանում շատ բաներ, որովհետև իրականում շատ հետաքրքիր է։ Եվ լորձաթաղանթը այդ նուրբ միլիմետրերից մինչև հասունանում դառնում է այն հասունացման, ինքը դեռ անոթներ ունի, նես չէ որ պրոստը լորձաթաղանթը ունի անոթավորում, ունի պետք է լինի առողջ, չլինեն պալիպներ, չլինեն փոփոխություններ, միոմատոզ հանգույցներ, դե իրանք նես չէ որ հաստատ խանգարում են, բայց իրանք կարող են ստեղծել խնդիր։ Այսինքն այն հատվածը լորձաթաղանթի, որը ախտահարված է, ինչ որ մի գոյացությամբ նորագույնությամբ ինքը ընդունել այդ պտղածուն չի կարող։ Պտղածուն մանա գալիս բնությունը այդ առումով էլ է շատ հետաքրքիր եւ ուղղակի տաղանդավոր, որովհետեւ ինքը գտնում ամենաառողջ հատվածը եւ իմպլանտացիան լինում այնտեղ։ Այսինքն ինչքան շատ առողջ հատված, այնքան հավանականություն մեծ։ Եվ այդ հաստացումը լորձաթաղանթի ինքը շատ մեծ նշանակություն ունի, то есть հաստացավ, սնուցումը եղավ նորմալ, պտղածուն արդեն գտավ իր տեղը, իսկ դա ժամանակը դա շաբաթներ են։ Գտավ այդ հատվածում ինքը մնում է եւ արդեն սկսում է իմպլանտացիան մինչեւ այնտեղ ժամկետները արդեն էմբրիոնի զարգացման, то есть պտղածուն, հետո ներսում զարգանում էմբրիոն եւ այլն։ Այս ընթացքը, որ մենք նկարագրեցինք այս շատ հետաքրքիր մի քանի րոպեում, դա կատարվում ընդհանուր առմամբ 1 ամսվա կտրվածքով։ Եվ ինֆորմացիա ստանալ, ինչ է կատարվում ֆալիկուլի հետ, ինչա կլինում է ձվազատում, թե չէ, եւ արդյոք այդ նուրբ պահը բոլորը բաց են թողնում։ Արդյոք լորձաթաղանթը հաստանում է համապատասխան չափով, թե ոչ, մենք կարող ենք վերահսկել։ Այսինքն կանխարգելման մի փուլ էլ դա ֆալիկուլոդինամիկան է։ Շատ պարզ հետազոտություն, շատերը դա սիրում են անցնել, բայց շատ հաճախ գալիս են պատասխանով, որտեղ ռադիոլոգը նայում է ֆալիկուլոդինամիկան։ Թերագնահատումը, հա, абսուրդ է, բայց ասում են մի արեք ֆալիկուլոդինամիկան, մի 6 ամսից արդեն այդ process-ը կխորանա, կառաջանան ուրիշ խնդիրներ որդող եւ պետքա այդ 6 ամիսը պլյուս եւս մի 6 ամիս որ բուժեն։ Հիմա արվում է ֆալիկուլոդինամիկա, չի նշվում լորձաթաղանթի հաստացում։ Նշում են ֆալիկուլը, ասում են մենք ունենք ձվազատում, խնդիր չկա, վերջ, բայց կարանք ունենանք ձվազատում, չունենանք լորձաթաղանթ։ Մյուս տարբերակ, այ օրինակը որ բերեցի, միջոց երիտասարդ աղջիկ էր 19 տարեկան, խլամիդիոզը, մենք կարող ենք ունենալ անամնեզում, նախկինում որևիցե հիվանդություն, որը բերում արգանդափողերի կպումային process-ների եւ ունենանք ձվազատում, ունենանք լորձաթաղանթի հաստացում, ճանապարհը փակ լինի, այսինքն արգանդափողերը, որտեղով շարժվում է դեպի արգանդի խորոջ, լինի խցանված կպումներով։ Սա եւս հնարավոր է տեսնել։ Դա տեսնում ենք արդեն որոշ հետազոտություններից հետո։ Այսինքն եթե մենք տեսանք ձվազատում, ամեն ինչ իդեալական գնաց, այստեղ արդեն 6 ամսից ավել իմաստ չունի սпасել, այլ ստուգել նաեւ փողերը, որովհետեւ մենք հիմնվում ենք անամնեզի վրա։ Մենք պացիենտին չենք դիտարկում բոլորին, մի ինդիվիդուալ եմ մոտենում ցանկացած կնոջը, որովհետև եթե կինը ունի որոշ խնդիրներ, նաև քրոնիկ հիվանդություններ եւ կա հավանականություն, որ արգանդափողերի հետ կապված մենք կարող ենք ունենալ խնդիր, դա թողնել եւ մի տարի հետո հետազոտել ուղղակի իմաստ չունի։ Հաճախ երբ մենք խոսում ենք հղիության պլանավորման մասին, դաշնել այնքան հարուստ է, որ մենք գիտենք, որ ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը սա ոսկե կանոն է, սա շատ ինֆորմատիվ է, սա շատ լավ բան է, շատ հարցերի պատասխան տվող հետազոտություն է, կանանց մոտ նաև թույլ կարծիք է ձևավորվում, որ կարելի է այսպիսի հետազոտություն անցնել, տեսնել ամեն ինչ նորմալ է, մտածել, որ առողջ ենք, վերջ կարող ենք արդեն պլանավորել հղիություն, բայց այդ բայցի մասին եմ ուզում խոսել։ Բայց այն ներհեշտոցային ընդհանրապես ուլտրաձայնային հետազոտությունը առավել եւս իմ նեղ մասնագիտականը դա երևի ցանկացած մասնագետ իր գործում ունի մի շատ սիրելի հատված, չեմ կարծում չում եք կարողանա ավելի շատ սիրել, բայց այդ բայցը գնացինք էխոն ասեց ամեն ինչ լավ է։ Հա, նախ էխոն չի ասում, էխոն ընդհանրապես լուր է, էխոն ուղղակի ցույց է տալիս ու դու կամ տեսնում ես, կամ չես տեսնում, կամ տեսնում ես հասկանում ես, կամ տեսնում ես չես հասկանում։ Այստեղ տարբերակները շատ են։ Մասնագետ կախյալ, այսպես ասած, մի 100%-ով, հետազոտությունը։ դաժե 200%-ով մասնագետ կախյալ։ Ես գնացի լավ ապարատ էր 3D-ով տեսա։
Չէ, մասնագետը կարող է տեսնել նույնիսկ հին սերունդի ապարատների վրա, ու մենք ունենք շատ լավ ռադիոլոգներ, որոնց համար ապարատը կապ չունի։ Կարելի է տենց մի հատ ռադիոլոգիչի շոու անել, հին դնել ապարատ եւ նոր ապարատ, երկու մասնագետ կապ չունի, դուք տեսնում եք, կարող է չկարողանաս տեսնել ինչ որ ավելի նուրբ Օրինակ սնուցումը, որտեղ ապարատը չունի այդ ֆունկցիան, բայց զուտ վիզուալ աչքով տեսնելը դա հարցի ուրիշ կողմ է։ Այսինքն ապարատը չի ասում, ապարատի 5D լինելը չի ասում կամ 7D լինելը, որովհետև մեկ-մեկ զանգում են այդ աբսուրդներով 3-ը 4-ը անցել ենք, հիմա 5-ին ենք հասել, դուք 5D-ով նայում եք։ Շատ ժամանակակից ենք։ Շատ։ Դա երկրորդային, երրորդային, նույնիսկ ամենավերջի էտապում, այստեղ կարևորը մասնագետի ճիշտ նեղ մասնագետի, այո, մասնագետ լինելն, այսինքն մասնագիտացված այդ ուղղությամբ։ Ինչպես մեծ մասամբ մեր ռադիոլոգներն են։ Բոլորը նայում են ինչ-որ օրգան համակարգեր եւ համապատասխան տալիս են ախտորոշումներ, իհարկե շատ լավ մասնագետներ ունենք, բայց ինչ վերաբերվում է ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությանը, այստեղ կա նրբություն։ Երբ որ նայում ենք աբդոմինալ, տեսնում ենք արգանդը, ծվարանները, կիցուսվածքներ, կարող ենք տեսնել նաև անոթավորում, լիմֆատիկ հանգույց եւ այլն, բայց երբ որ անդրադառնում ենք արդեն ավելի կնոջ համար հստակ ախտորոշում ստանալու համար ներհեշտոցայինը, մինչև ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտություն անելը պարտադիր պետք է լինի կլինիկական զննում։ Այսինքն բժիշկը, գինեկոլոգը կատարի հեշտոցի, հեշտոցամուտքի, հեշտոցի եւ արգանդի պարանոցի զննում, որովհետեւ սոնոգրաֆիան ամենազոր չի եւ չի կարող տեսնել օրինակ արգանդի պարանոցի էրոզիան։ Արգանդի պարանոցի որոշ պոլիպներ, որոնք տեղակայված են արտաքին հատվածից կամ ստորին հատվածից աճը գնում է դեպի դուրս, մենք էլի շատ հաճախ սոնոգրաֆիկ շատ մեծ դժվարությամբ ենք տեսնում կամ կարող ենք չտեսնել, եթե հմուտ մասնագետ չեղավ, չի տեսնելու, դա չի երևում։ Նույն էրոզիան, այսինքն մենք արդեն բաց ենք թողնում մի հատված, մի պաթոլոգիայի խումբ, որը մնում է չախտորոշված։ Այսինքն սոնոյով կարա ամեն ինչ նորմալ լինի։ Նորմալն էլ հարաբերական է։ То есть արգանդի չափը նորմալ է, ծվարանների չափը նորմալ է, ֆոլիկուլար ապարատը սահմանները նորմալ են, ապարատը քանի ֆոլիկուլ պետք է լինի եւ այլն, բայց այդտեղ կարեւոր է մի հատ նրբություն, որը էլի շատ հաճախ չի արվում։ Համապատասխանում արդյոք ֆոլիկուլար ապարատը եւ դոմինանտ ֆոլիկուլի չափը կոնկրետ դաշտանային ցիկլին, ինչպես նաեւ լորձաթաղանթը։ Եւ եթե համապատասխանում է, շատ լավ, եթե չի, դա էլ է ախտորոշում։ Դա արդեն գինեկոլոգն է տեսնում։ Երբ որ սոնոգրաֆիան արած գնում է բժշկից, մի բժշկից մյուս օրինակ գինեկոլոգի մոտ, գինեկոլոգը նայում է եւ տեսնում է 15-րդ օրվա համար լորձաթաղանթ եթե 5 մմ-ը, վերջում ախտորոշումը գրվում է նորմալ, դա նորմալ չի։ Այստեղ արդեն ունենք որոշ խնդիրներ եւ կարող խոչընդոտ լինի հղիության համար։ Այդ նրբություններից նորից հետ գամ ներհեշտոցայինին, այսինչ հարց տվեցիք։ Եվ կա օրինակ ուրիշ պաթոլոգիաներ էլ, եթե մենք ավելի ռիսկայինը դիտարկենք արգանդի պարանոցի որոշ քաղցկեղների դեպքում ներհեշտոցայինը մինչև անելը դու պետք է տեսնես։ Կարա սկսի արյունահոսություն։ Ամենապարզ, то есть հետո պացիենտը գնում է տուն, հետո զանգում է բժշկին, ասում է գիտեք հետազոտությունից հետո արյուն եղավ։ Այսինքն կա խնդիր, որը բաց է թողնվում։ Համար ներհեշտոցայինը ցանկալի է որ անի նեղ մասնագետը։ Կամ գինեկոլոգը զննումը անի գրի կլինիկական եզրակացություն, որից հետո նոր արդեն ռադիոլոգը կատարի ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը։ Իսկն ամեն բան իր տեղում է իդեալական աշխատում։ Միանշանակ։ Եվ մեկը մյուսին լրացնում են։ Չկա մի հետազոտություն, որ մենք այսօր արդեն անենք, նախկինում այո, երբ թե որ չկար ուլտրաձայնայինը, մենք նայում էինք, հետո բիմանուալ ձեռքով ենք շոշափում, այն ժամանակ ձեռքով կարող ես, կարող ես ինչ որ չափով, հիմա արդեն կդժվարանան շատերը, բայց շոշափել միոման, շոշափել կիստան, կիցյուսվածքները։ Հիմա ունենք ուլտրաձայնայինը, դա իհարկե։ Դրա համար էին գինեկոլոգից այդքան վախենում կանեք, որովհետև որ նկարագրում եք մի տեսակ շատ դիսկոմֆորտ հետազոտությունների մասին եք խոսում։ Դե ես նկարագրում եմ շատ տարիներ առաջվա, բայց 20 տարի առաջվա պատմություն եք ասում։ Ստացվում է, որ շատ շուտվանից է առաջխատում։ Լավ, երիտասարդ բժիշկների մեջ գնում ավելի։ Այո, երկաթյամ մեծ գործիքներ եւ հետո պարտադիր ձեռքով զննում։ Բայց ես ձեզ ասեմ, այսօր էլ ձեռքով զննումը որոշ դեպքերում, որոշ պաթոլոգիաների պարագայում օգնում է։ Որովհետև էխոյով դու տեսնում ես, իսկ ձեռքով կարողանում ես շոշափել եւ դա իհարկե արվում է ավելի բարդ պաթոլոգիաների դեպքում այսօր, բայց դիագնոզի առումով ինքը օգնում է։ Բայց ուզում եմ ասել, այսինքն մեկը մյուսին լրացնում, այդ տեսեք որ գնացինք, ասենք 20 տարի վրա ասեցիք, ես սկսեցի հաշվել։ Մեկը մյուսին լրացնող հետազոտություններ են։ Միայն կլինիկական զննումը քիչ է, միայն սոնոգրաֆիան ընդհանրապես կարելի ասել ինֆորմատիվ չի։ Որովհետև անել սոնոն ասել ես ամեն տարի անում եմ սոնոն, իմ մոտ ամեն ինչ նորմալ, շատ, ես էլ եմ շատ պացիենտներ, իսկ որ հարցնում երբ ես տվել պապ տեստը, տվել եք թե չեք տվել։ Չէ։ Հա, այդ են որ պետք է 3 տարին մեկ տամ, հա,
2000 թվականին։ Այսինքն, то есть այստեղ մեկը մյուսին լրացնում է։ Բայց մեկ պրոտոկոլով 1 տարին 1, չի, տարվա մեջ տարին, եթե խնդիր կա նույնիսկ 6 ամիսը 1, որովհետև ունենք պաթոլոգիաներ, սին մենք ասկուս երբ որ արվում է բուժումից հետո 3 ամսից հետո մենք նորից կանչում ենք, որովհետև պարանոցը դա յուրահատուկ հատված է, որը կարող ենք վերահսկել մաքսիմալ չափով, այսինքն ինքը ունի հասանելիություն արտաքին աշխարհից հետազոտման եւ բջջաբանական եւ հյուսվածքաբանական հետազոտություն կատարելու, այսինքն կանխել արգանդի պարանոցի քաղցկեղը մենք ուղղակի պարտավոր ենք։ Դե հա, եթե մի բան կարող ենք անել, ինչու՞ չանենք։ Ես ուզում եմ այսօրվա մեր զրույցն ամփոփելու համար այն կարևոր սրտի խոսքը, հա, որ ուզում է գինեկոլոգը յուրաքանչյուր իրեն լսող կնոջը տեղ հասցնել, հենց այդ մասին եմ ուզում խոսեք։ Ինչ եք ուզում ասել բոլոր այն կանանց, ովքեր ուզում են լինել ոչ միայն առողջ, այլ նաև ուզում են իրենց այդ վերարտադրողական ֆունկցիան մաքսիմալ հարթ ընթանա։ Ֆունկցիան հարթ ընթանա։ Դեք առողջ է պետք լինել, ընթանա, չէ, առողջ ընթանա, ճիշտ եք ասում, որովհետև առողջ մայրը եւ առողջ նորածինը դա ամենահիմքում անգած եւ հիմքում ընտանիքի, հիմքում փոխհարաբերության, հասարակության, պետության, գնում եմ դեպի պետություն, հասարակության եւ իտոգում առողջ նորածինը դա պետության հիմնական սյունն է, որը ապագան է, այո։ Այդ առողջ նորածինը դա զույգի երկու անձի սիրո համատեղ կյանքի եւ լավագույն ստեղծագործությունն է, այո։ Հետեւաբար, եթե իրանք լինեն առողջ, մարտադրված է սիրով։ Միանշանակ, ինձ թվում է ցանկացած բալիկ անկախ իրենց ապագա, այո, դա սիրո ինչ որ մի, ասենց հատված է, որը վերահացվում նոր կյանքի։ Եվ այստեղ ինչքան առողջ լինի կինը, ինչքան առողջ լինի ամուսինը, տղամարդը, այնքան իհարկե առողջ սերունդ կարող ենք պարգևել։ Եվ ինչ վերաբերվում է ապագային, այդտեղ նաև կցանկանայի, որ կանայք հասկանան, որ իրանց առողջությունը ոչ միայն մինչև հղիություն եւ հղիության ընթացքում, այլ իրանց առողջությունը ավելի նույնիսկ անհրաժեշտ է երեխային, երբ որ ինքը արդեն ծնվում է։ Այո։ Ուղղակի առողջ լինել։ Առողջ լինելը այսօր շատ քիչ ժամանակ է իրանցից տանելու եւ բավականին մեծ հնարավորություններ է տալիս նաև մեր պետությունը, որպեսզի կարողանան այդ առողջությունը պահպանել։ Ուղղակի պետքա գիտակցել որ առողջ լինելը դա իրանց պարտականություններից եւ ամենահիմնական որոշում եւ պարտականություն, եթե դու ունեն մեծ երեխա, դու պարտավոր ես արդեն հետեւել լինել առողջ, որովհետեւ այդ բալիկին դու առողջ ես պետք։ Իհարկե կսիրեն, եթե Աստված Եվրոպայի հիվանդակ օգնեն, ամեն ինչ կանեն, բայց ինչու թողնել այդ ընթացքը։ Որ ուշադիր լինեն իրանց առողջությանը։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես ուզում եմ հավատալ, որ այսօր մեզ լսողները կամ դիտողները փորձում են հիշել վերջին անգամ երբ են եղել գինեկոլոգի կաբինետում, ինչպիսի հետազոտություններ են անցել եւ արդյոք ճիշտ մասնագետի մոտ են եղել թե ոչ։ Եվ եթե մենք կարողանանք հասնել նրան, որ մեր այսօրվա հաղորդումը կնպաստի կանանց ավելի շատ դիմել կանխարգելման համար, ցավը միևնույն է տանում է բժշկի մոտ։ Ուզենք թե չուզենք, ցավը այնպիսի բան է, որ այսօր չտարա, վաղը հաստատ հասցնելու է հիվանդանոց, հասցնելու է բժշկի մոտ։ Բայց ես միշտ ասում եմ, բժշկությունը կհաղթի այն ժամանակ, երբ բժիշկն ասոցացվի ոչ թե հիվանդ մարդու հետ, այլ առողջ մարդու հետ։ Մենք հենց հասնենք սրան, կարող ենք ասել, որ իրապես հաղթել ենք։ Այնպես որ ուզում եմ բոլորը լինեն առողջ, նաև մենք լինենք առողջ, որպեսզի լավ ու հետաքրքիր հաղորդումներ կարողանանք հրամցնել ու հանրության համար լինել առողջության բանաձևը։ Շնորհակալ եմ, սիրելի ռադիո լսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս գինեկոլոգ սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հորղոսյանն էր։ Շնորհակալություն մեզ հետ եք, ցտեսություն։